Գփարևենք ցեզի դարձյալ ես Պիտերը, բարի եկած Պիտեր, ուրախ ենք որ այսօր դարձյալ ցեզի պիտի ծարայենք հայտնության քիրքը եւ պիտի շարունակենք երկրորդ գլուխը եկեղեցիներուն ուղված նամակը, բայց անգից առաջ պիտի սկսեմ գարտալ առաջին գլուխը 17-րդ համարը, բզդիկ հիշեցում, բզդիկ վերակամ անելու համար եւ հարցումս քեզի հայդեվյալն է արդյոք շաբթվա մեջ արիտ ունեցար դարձյալ մդիգնելու եւ գարտալու Արդյոք նոտեր արիր, արդյոք ինքզինքիդ հարցումներ հարցուցիր, արդյոք դերոջը ըսիր դեր ինչպես կուզես ինձի փոխել, դեր ինչպես կրնամ կուցայնդ ավելի լսել, ինչպես կրնամ ավելի քու ներգայությանդ մեջ մտնալ, ինչ որ հարցնես, ինչ որ խնդրես քեզի պիտի տա։ Հիսուս կսե իմ անունովս խնդրե եւ ես քեզի պիտի տամ։ Ամեն։ Ուրեմն կգարտամ 17-րդ համարեն որ կսե եւ դեսած անիգա իր ոտքը ինգա մերելի բես ու իր աջ ցերքը ին վրաս թրավ ու ըսավ ինձի մի վախնար ես եմ առաջինը ու վերջինը ես գենթանի եմ ու ես անեմ որ մերա եւ ահա գենթանի եմ հավիդյանս հավիդենից ու ես ունի մահվան ու դժոխքին բանալիները եւ այստեղ հետաքրքրականը անե որ մենք գիտենք որ Հիսուս երբ որ խաչին վրա իր կյանքը տվավ մերավ խաչվեցավ Ետ բանալիները արավ ինչ որ աթամը իրեն դված էր սատանային բոլոր սենք բանալիները դժոխքին ինչ որ երկինքի բանալի դված էր ինչ որ իր իշխանությունը դված էր սատանային Հիսուս իր մահովը ետ արավ ադիգա խաչին վրա մերավ որբեսի այսօր տուն եւ ես եթե հավատանք չի գործվենք եւ հավիտենական կյանք ունենանք այս է պատկամը սիրելիս եւ այս է աստծո փապակը որ տուն փրկության կյանք ապրիս եւ տուն իրեն զավակը լաս ամեն եւ ոսկսե 20-րդ համարը 7 աստղերուն խորհուրդը որ իմա ցերկիս մեջ դեսար եւ 7 ոսկեղեն աշտանագները այն 7 աստղերը 7 եկեղեցիներուն հրեշտակներն են եւ 7 աշտանակները 7 եկեղեցիներն են ուրեմն գուզեմ Պիտեր անգամ եւս բարի եկած եւ շատ շնորհակալ եմ քու ժամանակը տալու համար Իսկապես դերը թող բարավորվի ուզեմ որ հիշեցնես մեզի 7 աստղերը եւ 7 աշտանակները նախքան անցնելը Եփեսոսի եկեղեցին Այո, նորեն շնորհակալ եմ Գարին, որ այս արիթունին նորեն շարունակելու շատ կարևոր է որ հասկանանք ինչպես ասինք անցյալ անգամ որ Հովհաննես կտեսնա ըստեսիքը եւ փարացի օրեն կտեսնա Փարացի օրեն կտեսնա որ Հիսուս կայնած է 7 աշտանակներու մեջտեղ եւ իր ցերքի մեջը բռնած է 7 աստղերը բայց այդ փարացի դեսիքին իմաստը մեզի կդրվի հենց նույնիսկ հայտության քիրքի առաջին գլխու 20 համարի մեջ այնտեղ ամիջապես կնշե դեսե որ այդ 7 աստղերը 7 հրեշտակներն են եւ 7 աշտանակները 7 եկեղեցիներն են էքլեսիա փարն է հունարենով եւ հրեշտակ փարնը անգելոս փարն է հունարենով ուրեմն այս ինչ միտք ունի ամենաառաջ Հիսուս կքալե որ այդ 7 աշտանակներուն մեջտեղ ինքը ասել է իր եկեղեցին հետ է գա առնչրի որ ինքը երկինք չքնած պարզապես եւ ասա հիմա ինչ կուզել երեք գիտես ցեզի ամեն բանսի դրի երի հիմա ուզածնի դրեք չէ ինքը անընդհատ առաջին թարը մինչև այսօր մեր կյանքի հետ կառնչվի հետաքրքրված է ամեն դեղական եկեղեցիներու հետ ամեն հարամանություններու մեջ ամեն երկիրներու մեջ եւ սերունդներու ընթացքին 7 թիվը այդ էր միտքը որ ամբողջության թիվն է 7 սելով բոլոր եկեղեցիներ բոլոր սերունդներու համար եւ նաեւ նույնը 7 աստղերը եւ 7 պատգամապերներն են ինչպես ասենք որ գրնան եպիսկոպոսներ կամ քահանաներ կամ հովիվներ կամ առաջնորդներ ուսուցիչներ լալ որոնք այդ աստղերը գխորհրդանշեն որ անոնք որ մարդկանց խաբարի թագավորություն են թեպի լույսի թագավորության գտածնեն ինչպես Դանիելի 12-րդ գլխի 3-րդ համարը գսե անոնք շատերը որ գտածնեն անարդարները թեպի արդարություն աստղերու նման պիտի փայլին ուրեմն ասիկա ասու այդ ցերքի մեջ բռնած ինքը գիշխե ինքը իրենց բռնած է ինքն է գլուխը այդ հովիվներուն եպիսկոպոսներուն ինքն է որ մենք կրնալ գարձենք որ մենք ենք կամ առաջնորդներն են որ
առաջնորդենք որ եկեղեցին, բայց Աստված ամեն բանին դերյակ է Mm. եւ խոսք ունի ամեն մեկուն եւ պիտի իրենց միջոցով ուղղե եկեղեցիները թե այն ժամանակ որ Հովհաննես այս պատկամը դվավ առաջին տարի մեջ եւ բոլոր տարերու մեջ ուրեմն այդ մեկ խոսքով այդ 20-րդ համարի աշտանակների եւ աստղերու խորհուրդն է Պիտերը սիրայո բոլորի սամարը, բայց ինչպես գրնանք առնել այսօր այս եկեղեցներուն ուղված նամակները, ասենք ամեն մեկս մեր եկեղեցին որ գերտանք կամ մեր անձերուն համար։ այո ուրեմն մենք եւ որ այս պատկամները քննենք կամ լսենք եւ որ ընթերցվի շատ կարեւոր է որ հովիվները եկեղեցիներուն ընթերցեն այս պատկամները նամակ չեն ավելի ճիշտ է պատկամներ են հայտության գիրքը մեկ նամակ է ընդհանուր մեկեն մինչև 20-րդ գլուխը բայց այդ ինչու գսեմ մեկ նամակ է որով այս 7 պատկամները ինչ որ Եփեսոսի պիտի խոսվեր նաև Սմիրնան պետք ուներ լսելու եւ Պերգամոսը եւ Թիաթիրան եւ Լավոդիկյան ուրեմն մեկ նամակ է որ մագաղաթի ցևով Հովհաննես գնթորինագե պատկամները որ ուղիղ իրեն գդերվին Հիսուսի գոմը բայց ինչ որ մեկին գսվի մյուսը պիտի լսե ուրեմն այդ ինչ որ իրենց գսվի այդ առաջին տարին նաև ունի մեզի սկզբունքներ անոր մեջ որ մեզի գվերապերվի այսօր եւ բոլոր եկեղեցիներում մենք եթե ուշադիր բոլորը գարթանք լսենք եւ պատկամապերները եկեղեցիներում գարթան եւ քարոզեն նույնիսկ կամ սորվեցնեն այս պատկամները մենք կտեսնանք որ այդ ինչ որ Հիսուս զգուշացումներ էր այդ առաջին տարվան նաև այսօր ժամանակակից օրեն նույն հարցերը կան մեր եկեղեցիներու մեջ իբրև եկեղեցի եւ իբրև անհատներ Շատ շիրակ ես եւ քիչ վերջ օրինակ երբ որ պիտի գարթանք զմուրնիային մասին կամ բերկամոնին մասին դարբեր ասենք նյութեր կան որ այսօր գվերակրվին այսօրվա եկեղեցին վրա ոչ անպայման հայկական եկեղեցին վրա բայց ընդհանուր ասկերուն եկեղեցին վրա եթե առնենք եկեղեցին վրա այո եթե առնենք Եփեսոսը առաջինը Եփեսոսը ընդրած է ինչ մեզի գրնաս բացատրել Եփեսոսի մասին ուրեմն ուզեմ ամենաառաջ այս նկարը մեզի կօգնի որ տեսնանք որ Հիսուս կանգնած էր եւ Հովհաննեսին սա մի բախնար եւ ամենավերջը սա որ քրե եւ ուղարկե այս պատկամները որ դիտամ 7 եկեղեցիներուն եւ այդ 7 եկեղեցիները մեզի այստեղ նկարագրվին իբրև բաներ աշտանակներ եւ այդ աշտանակները դարբեր քաղաքներու մեջ կխորհրդանշվին եւ Հովհաննես կգրե գուղարգե այդ 7 եկեղեցիներուն եւ այդ 7 եկեղեցիներեն մենք կտեսնանք որ այդ մագաղաթի մեջ ինչ որ գրված էր ի վերջո գտնվի Սուրբ Գիրքին մեջ Սուրբ Գիրքին միջոցով հիմա գահասնի 7 մայրցամաքներու 7 եկեղեցի որ ասենք բոլոր եկեղեցիներուն ամեն դեղաս աշխարհի մեջ եւ Հիսուսի այդ պատկամները որ այդ սուրերը որ գտեսնաս իր փերանեն գելե ամեն մեկ եկեղեցի վրա կորձողություն դինի ամեն մեկ եկեղեցի վրա պիտի խոսի որ կամ պիտի քաչալերի այդ եկեղեցին կամ պիտի հանդիմանե կամ այլ երկուքը պիտի լինի կան եկեղեցիներ որ միայն հանդիմանություն ունին կան եկեղեցիներ որ միայն քաչալերություն ունին եւ կան եկեղեցիներ որ քաչալերություն եւ հանդիմանություն պիտի լինի կովաստ եւ հանդիմանություն ուրեմն այս չսկսած Եփեսոսի եկեղեցին պատկամը որ Հիսուս կուտա որ Հովհաննես ուղարկե հրեշտակին ուզեմ մեկ հատ փանացեվը նայել այս եկեղեցիներուն ընդհանուր որ ինչ ցևով այդ պատկամը գդերվի բոլոր եկեղեցիներուն այս 7 եկեղեցիներուն 7 բաժին ունեցող պատկամներ են ուրեմն ամեն առաջ այդ եկեղեցին որ գխոսի Հիսուս որ այդ քաղաքին մեջն է քաղաքին անունը դիհիշը որ իրական քաղաքներ են դերական քաղաքներ էին որ փոքր Ասիայի մեջ էին երկրորդ մեջբերումը կամ պատկամին փանացելի մեջը կա այն իր Հիսուսի նկարագրությունը որ հայտնության առաջին գլուխեն իր մասին
մեջբերում մգն։ Ուրեմն դեսնանք, ինչ որ այդ տեսիլքի մեջ տեսանք, որ նկարագրվեցավ եւ բացատրեցինք առաջին կուլուխեն, ամեն մեկ եկեղեցին մասնիկ մբիդի գրքնվի։ Երրորդ մասը այն է, որ քովաստ մբիդի դա, քովասանք ինչ որ լավ գադարի այդ եկեղեցին։ Եվ չորրորդ մասը քննադատություն մբիդի ունի, որտեղ գծախողին։ Հիմա ոչ ամեն եկեղեցի պիտի քննադատի, պիտի տեսնանք կան եկեղեցիներ, որ երկու եկեղեցիներ, որ շատ լավ եկեղեցիներ էին, քննադատություն չունի։ Եվ իրենց պիտի ասեն նաև 5-րդ բաժինը, որ ինչ պետք է անեն, որ ուղեն իրենց այդ վիճակեն ուղին, շտկեն։ 6-րդ մասը, եթե չուղին, եթե չաշխարեն, պիտի այնտեղ ասե, որ ինչ պիտի պատահի, եթե չկատարեն ինչ որ ինքը գհրամայի այդ եկեղեցիներում։ Ուրեմն բավական ուժեղ խոսքեր պիտի կան։ Եվ վերջին մասը իր պատկաններուն, որ կգրկնվի ամեն եկեղեցիներուն, հրահանգում պիտի դա, որ լսեն, որ Սուրբ Հոգին ինչ կսե, անորական չունի, թող լսե Սուրբ Հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Ուրեմն ամենքը սա ագանջ ունի, բայց հոգևոր ագանջով բուզեվոր լսվի, եւ իր պատկանները եկեղեցինն են, այս պատկանները այս քիթը դրված չէր հեթանոսներուն, անհավատներուն, այսինքն ուղղված է իր հարսին, իր եկեղեցին, անոնց որ գսիրե, եւ Հիսուս կսե, ես կհանդիմանեմ անոնց որ գսիրեն։ Ուրեմն Թադաստանը կսկսի իր դունեն գսե, Պետրոս Արաքյալի առաջին Պետրոսի նամակը 4-րդ գլխու 17 համարը։ Ուրեմն այստեղ Թադաստանը, այսինքն մակրակոծումը պիտի սկսի մեզնե, իր հարսեն։ Եթե մենք ուղվենք եւ շտկվենք, այն adem ինչպես Կորինթացիս քիթքին մեջ գնշե, 2-րդ Կորինթացիս 10-րդ գլխու 3-6 համարներու մեջ, պիտի ասված սրբակոծություն իր Թադաստանները սկսի քա թուրսիններուն, որքան մենք սրբակոծվենք, մաքրվենք եւ Հիսուս Քրիստոսի գալարյալ հասակին հասնենք, այնքան պիտի գրնա դերը մեր շրջապատի մեջ, մեր շրջիններուն ալ իր Սուրբ Հոգի միջոցով հանդիմանություններ ուղարկի, որ ապաշխարեն, դարձիկան, հավատան եւ երջը ուղին եւ աշակերտվին։ Ուրեմն ամեն մեկ եկեղեցին ամենավերջը պիտի խոստում մտա, ով որ այդ ուղումները ընե, ով որ լսե, ով որ հաղթե, այսինքն գադարի երեսազները, անոնց խոստումներ պիտի դա քաչալերեն։ Եվ այդ խոստումները, որ առաջին թարին գուտա այս եկեղեցիներում, նաև մեզի կհասնի եւ ունի իմաստ ոչ թե մենք ինչ որ պիտի ստանանք վարձատրություն ներնելը հետո եւ որ երկինք երթանք, այլ գտնանք այդ վարձատրությունները հիմակվնե սկսել վայելել եւ ունենալ։ Շատեր կգործեն, որ այս խոստումները միայն աբակայի համար է, չէ, ներկայիս համար պատկաններ են, ներկայիս համար վարձատրություններ են։ Շատ անորոշ աժնիական է, որ լսենք ինչ կսե ամեն մեկ եկեղեցին, որ մենք եթե ուղղվելու պետք ունենք ուղղվենք եւ վայելենք այդ արդյունքները։ Ամեն։ Գիտես նախքան Էփեսոսի եկեղեցին անցնիլը ինչ որ դու սկսես որ խիստ կբարվի Հիսուսը եւ Թադաստանը եկեղեցին կսկսի այս օրինակ Ամերիկայի մեջ անուններ չեմ ուզեր դալ հովիվներու կամ եկեղեցիներու գրեթե դժբախտաբար երկու շաբաթը մեմա գլսենք օրինակի համար մեղքերը հովիվին եկեղեցիին եւ ասիկա որքան կայտակություն գլա ժողովրդին եւ Հիսուսը սկիզբեն արդեն ասած է սկիզբեն ուղղած է իրեն խոսքը բայց ագանջ չունեին որ լսեն որքան կարևոր է հոգեվոր ագանջը լսելը եւ հնազանդելը Հիսուսին անորամար եկեք սիրելիներ ամիրականչուր եկեղեցի որ պիտի առնենք պատասխանատու լանք եւ նայինք մեր թիրքը ինչպես է եւ ինչ որ իրենք կնեն մենք ալ ատկովասանքին արժանի ենք կաչալերվինք ոչ թե միայն ինքնից դադենք իսկ այդ դերերը որ սխալենք աշխատենք ապաշխարենք եւ փորձենք սրբակրել Սուրբ Հոգիի զորությամբ Եփեսոսը Պիտեր Այո, ուրեմն այդ ասածի վրա գուզեմ նորեն հիշեցնել մեզ որ առաջին գլուխը եւ որ գարտացինք առաջին գլխու 3-րդ համարի մեջ բոլոր նպատակը այս հայտնության քիքին որ մեզի դրվեցավ այն է որ երանելի են անոնք որ կգարտան
գլսեն, այսինքն ինչ որ Սուրբ Հոգին գսե ամեն մեկ եկեղեցիներուն եւ ամհատներուն ինձ եւ քեզի եւ գպահեն իրենց սրտի մեջ կկատարեն եթե գիշես Հիսուսը ասավ որ երանելի են անոնք որ ոչ միայն գլսեն այլ կկատարեն Հակոբոս առաջին գլխու 22-րդ համարի մեջ դա կհիշվի օգուտ չունի եթե միայն լսենք կամ գարթանք եւ չգիրառենք չյուրացնենք այս կորցնական ուղումները եւ քննադատությունները որ Հիսուս պիտի դա ամեն մեկ եկեղեցին ներկյանքի մեջ այսօր այս է աժմիական մեկ պետք է ուշացի հիմա լսենք եւ սկսենք հիմա առաջին եկեղեցին որուն պատկամ գուղարկե ինքը այստեղ Հիսուս կխոսի պատկամը դալով մարգարեի նման oracles գսեն պատկամները գուտա իբրև հին գտագարանի մեջ thus says the Lord այս սավ դերը այսպես գսեն եւ եթե հին գտագարանի մեջ չնեին եւ չաշխարեին այս բաները պիտի լար իրենց այդ նույն ցեվով ինքը հիմա մարգարեներուն մարգարենալով հիմա քու փերանիդին մի փերանիս հովիվներուն փերանները պիտի կործածե հասնելու իր պատկամները իր հոդերուն եկեղեցիներուն 7 եկեղեցիներուն Եփեսոսը լալով առաջին եկեղեցին որ այսպես շրջանակ էր ուզեմ որ այս պատկերը մեկատնային որ այդ ժամանակվա եկեղեցիները ինչպես բանվելար այս պատկամները գշրջանցեր ուրեմն Պատմոս կղզին այստեղ է եւ գտեսնվի այո շատ լավ ուրեմն Պատմոս կղզին Հովանես այստեղ ակսորված էր կամ ուղարկված էր այստեղ են մագաղաթը պիտի հասնի բոլոր հայտնության կիրքին առաջին եկեղեցին որ Եփեսոսն է եւ այսպես շրջանակով Սմիրնյան, Պերգամոնը, Տիարադիրյան, Սարդիսը, Փիլադելֆիան եւ Լավոդիկյան պիտի այսպես պատկամները մեկ եկեղեցի մյուս եկեղեցի ընդհանուր հայտնության քիրքը ընթերցվի եւ ամեն եկեղեցի մյուս եկեղեցին ասածներն ապիտի լսե so ինչու այսպես շրջանակներ ադա լսեն որով ասիկա հիմնական մայրուղիներ էին այդ ժամանակվա փոքր Ասիայի մեջ որ այս ցևով եթե ասենք նամակ ուղարկվեց բնական ցև մներ շրջանցելու եւ երթալու ինչպես կտեսնանք ուրիշ եկեղեցիներ ագար այդ ժամանակաշրջան բայց ասոնց մեջի ընթերցվածը բոլոր եկեղեցիներում պիտի ի վերջո ընթերցվեր ինչպես որ ասենք Եփեսոսի նամակը որ խրգեց Պողոս Արաքյալ Եփեսոսի պիտի ընթերցվեր նաեւ բոլոր մյուս եկեղեցիները եւ մենք կընթերցենք այսօր չէ Եփեսոսի նամակը հիմա հիշենք որ այս եկեղեցին Եփեսոսի մեջ արդեն Պողոս Արաքյալ նամակ մկրած էր այս Եփեսոսի եկեղեցին Եվ այդ եկեղեցին գրած նամակը 40 տարիներ առաջ գրված էր եւ Պողոս Արաքյալ քովասներ ունի քովե այս եկեղեցին որ ինձ սիրով լեցուն են եթե առաջին գլուխը նայենք Եփեսոսի եկեղեցին առաջին համարը 15 համարը գրնաս արդյոք ընթերցել մեզի համար Եփեսոս առաջին գլուխ եւ 15 համարը Այո, մեգեն 6 թերևս, մեգեն 7 գներես չէ, Եփեսոսի նամակը որ Պողոս Արաքյալ ուղարկեց, որով նամակն ուղարկված է 40 տարիներ առաջ այս եկեղեցին եւ ուզեմ բարձրապես տեսնանք այդ նամակի մեջ առաջին գլխու 15 համարը, որ Եփեսոսի մասին ինչ կսե Պողոս Արաքյալ եւ դիտի տեսնանք մեծ դարբերություն մոս 40 տարիներ վերջ Առաջին գլուխ 15 համարը Ուրսի առաջին գլուխ 15 ուստի ես արիեպ լսեցի դեր Հիսուսին վրա ունեցած հավատքնիդ ու բոլոր սուրբերուն վրա ծեր ունեցած սերը նայեցեք ինչ կարևոր է այստեղ Պողոս Արաքյալ գկովե որ այս եկեղեցին եւ անդամները ինչ սեր ունին Աստծո հանդեպ եւ իրարու վրա հիմա մենք երբ որ գարթանք այս Եփեսոսի նամակը կամ պատկամը ուզեմ որ ընթերցես Պիտի տեսնանք, որ իրենց ամենամեծ պրոբլեմը այն է, հարցը այն է, որ սերեն բաքսեր են, ինգեր են իրենց առաջին սերեն։ Եվ միան 40 տարիներ անցել է, Պողոս Արաքյալի այս նամակը ուղարկել են, մինչև Հիսուս Պատմոս կղզին վրա, Հովհաննեսի 95 տարեկանին, որ 40 տարիներ վերջն է, այս խոսքերը գսել որ, ուրեմն եկեղեցիներ կփոխվին իրենց թիրքը գար ժամանակներու մեջ, եւ մենք կսենք, որ
Երբեմն այսօր եկեղեցիները ու ինչ վիճակի հասել են, ինչ վիճակ։ Երևակայ որ 40 տարիներ անցել են եւ Եփեսոս այս թիրքին մեջ ինգեր է առաջին տարի մեջ։ Լսենք Եփեսոսի նամակը ամեն առաջ։ Եվ հետաքրքրական է իրենց նախքան հետաքրքրական է իրենց հավատքի կյանքը, որովհետև բոլոր գուրքերու քաղաք մներ եւ Պողոս եթե 3 տարի հում մնաց վերջը Տիմոթեոսը շարունակեց դժվար է այդ ասենք թե գրկաբաշ արցանաբաշտ քաղաքի մեջ երկրի մեջ քրիստոնեությունը բերել եւ իրենք ունեցած են հիմնած են իրենց եկեղեցին եւ այդ դժվարություններուն մեջ կարծես հալածանքներուն մեջ ավելի կապված եւ սիրած են իրարու այնպես չէ եւ հիմա կան դարիներ վերջ կսե այսպես կսե ան որ իր աչ ցերքին մեջ 7 աստղեր ունի ու 7 ոսկեղեն աշտանակներու միջև գբդդի գիտեմ քու կորձերդ եւ քու ապաշխատությունդ ու քու համբերությունդ եւ որ չարերուն չես կրնար դանիլ եւ փորձեցիր զանոնք որ գսեն թե իրենք արաքյալ են ու չեն եւ կդար թե սդախոս են համբերություն ունենալով նեղություն գրեցիր իմ անվանս համար ու չտուլցար բայց քեզի թեմփան ունիմ քո առաջվան սերդ ցկեցիր միտքդ բեր հիմա ուրգե որ ինգար ու ապաշխարե եւ քո առաջվան կորձերդ ըրե եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու քո աշտանագդ իր դեղեն պիտի շարժեմ եթե չապաշխարես բայց ասիգա ունի շարնագեմ Պիտեր այո բայց ասիգա ունիս որ նիգողայոսներուն կորձերը գադես որոնք ես հալ գադեմ ան որ ագանչունի թոլսե թե հոգին ինչ կսե եկեղեցներուն ան որ կհախտե անոր ուդել պիտի դամ գենատ զարեն որ աստծո թրախտին մեջ է ուրեմն այստեղ մենք կտեսնենք որ այս Եփեսոսի եկեղեցին ինչպես ասենք նամակ այս պատկամը ստացած էր Հովհաննեսի միջոցով բայց այս կառաջ Պողոս գրած էր այս նամակն իրենց եւ այս քաղաքը Եփեսոսը նշված է Քորձ Արաքելոս 19-րդ գլխի մեջ տարբեր դերեր նոր գդարանի մեջ այս քաղաքը հիշված է առաջին Թիմոթեոսի այբ Թիմոթեոսի առաջին գլխի 3-րդ համարի մեջ նա հիշված է այս քաղաքը գուրքերով լեցուներ եւ դաջարներ Արտեմիսի դաջարը կան այստեղ որտեղ գուրքերը կպաշտվեն բայց ինչպես նայեցեք որ եկեղեցին այդ գուրքերեն դարձած էր Պողոս Արաքյալի ժամանակ եւ կպաշտեր որ դերը սիրելով եւ իրարու սիրելով կկործեին որ այդպես կսերի ինչպես կարդացինք Եփեսացիս նամակին մեջ որ Պողոս գրեց չէ առաջին փուխու 15 հիմա այստեղ Հիսուս ամեն առաջ կուզեմ այդ նույն փանացեով երթալ որ մենք ասենք բաժնված է այս նամակները ուրեմն այս առաջին մասը ասենք քաղաքին որ ուղարկած էր այս պատկամը երկրորդ մասը որ ուզեմ նայել Քրիստոս ինչ մեջբերում գնե իր մասին ինքը այստեղ կնկարագրի ինքը այն որ ինչ գնե որ այն խոսքերը գխոսի որ 7 աստղեր իր ացերքի մեջ բռնած է եւ 7 աշտանակներու մեջտեղ գքալե ասում ինչ նպատակ մկա պետք է հասկանանք ինչ կլա որ գտավի ամենավերջը խոստումին հետ so սկիզբ իմանային ասում ոչ մի դեսնան ինչ ծերով կապված է խոստումին 7-րդ բաժին ուրեմն ինքը գքալե որ եկեղեցին մեջն է գարանչվի որ Եփեսոսի հետ ինչպես խոսեցանք անոր մասին որ աշտանակները այն է որ եկեղեցիներն են եւ իր այդ ցերքի մեջ բռնած այդ 7 աստղերը պատկամապերներն են ինքն է որ գիշխե գորանոնց վրա ինքն է որ մեկը չի գնար խլել իր աչ ցերքեն անոնք են հերոսները անոնք են անոնց որ պիտի դարձնեն շատերուն խավարի թակավորությունեն թեպի լույս այս բոլորը մենք ասին արդեն ուրեմն այս իրեն մասին վերակրված առաջին քուխեն 13 եւ 16 համարներեն գարնե որ Հիսուս եւ հոս այդ մասնիկը գբերը բաճար բգանորամար եւ մենք պիտի տեսնանք հիմա առաջին բանը որ ինքը գսեգոր այս եկեցին քովասանք մգսեգոր
Ինչ է այդ քովասանքը։ Տեսեք որ ես գիտեմ, որ դուք աշխատասեր եք եւ շատ գործեր գնեք եւ նույնիսկ չեք կրնար դուք գադեք անոնք որ տեսեն որ արաքյալ են, բայց սուտ են, սդախոս արաքյալներ են, այսինքն սդախոս մարգարեներ եւ այսինքն միան իրենց համար չէ, անոնք որ առաջին թարին մեջ գային որ շատերը ինքնին արաքյալ գամբանեին, բայց արաքյալի այդ բանը definition-ը ինչպես բացատրությունը այն է որ անոնք Քրիստոսի տեսած են, անցամբ տեսած են եւ Պողոս արաքյալն է տեսավ Քրիստոսի, բայց հայտնության միջոցով տեսավ ինքը անցամբ այդ առաջին 12-ն էին։ Հիմա շատեր այսօր արաքյալ փարը այդպես կարդեն որ դարձես իրենք ուղիղ ասուցմե կստանան որ հայտնություններ կամ գոչումը կստանան կասուցմե, բայց հայտնություն կստանան, որ դարձես Պողոս արաքյալ են։ Այլևս մեզի նոր հայտնություններ ասված չի դար այն առումով որ փամը որ սուքիրքին ծնոնդոցեն մինչև հայտնության քիրքի մեջ արդեն նշված չէ։ Եթե նոր բաներ շարունակեր այսօր դալու, ուրեմն մենք կտեսնանք, որ ադիգա գրնա մեծ աղանդներու առաջ գնել, ինչպես օրինակ համար իսլամությունը բանը սա, որ Մուհամեդը ես նոր դեսիլք տեսավ, չէ, ինքը այդպես ասավ, կամ երկինքեն հրեշտակ մի եկավ իրեն խոսեցավ, եւ քիրք մը տեսավ, անոր մեջը չեմ գիտեր ինչ։ Այսօր մարդիկ կան, որ իրենք ինքնին մարգարե կամ արաքյալ անվանեն եւ կարծես ասված իրենց նոր բաներ հայտներ, ամոր վերջը չի գա, ինչ են պիտի գիտնանք ով ճշմարիտ արաքյալ է, ով չէ այլևս, եթե այսօր այդպես է։ Այդ ժամանակ ալգար այդպես անցեր։ Բայց ներողություն, եթե մարգարեությունը Աստծո խոսքին վրա հիմնված ըլլա, Այո, անիգա շիդակ չէ։ ադիկա շիդագ է։ Եթե խոսքին վրա, բայց նայ օրինակի համար Մուհամեդը ինչ ասավ, ասավ որ ինքը վերջին մարգարեն էր ասав։ Խոսքին վրա նա ինքն է Գաղատացիս քիրքի մեջ, կսե որ Պողոս արաքյալ առաջին գլխու մեջ, եթե ես կամ նույնիսկ հրեշտակը եթե կացեզի ուրիշ ավելարան բերե, նզովյալը լագսե։ Սո ինչ տեսավ, Մուհամեդը տեսավ հրեշտակը եկավ իրեն, չէ։ Եվ ինքը ինքսին անվանեց իբրև վերջին մարգարե։ Այսօր գրնակ շարունակել, մայքը գսե որ այսօր ինձ հաստվամ եկավ, ինձ հրեշտակը եկավ, ինձ այս եկավ։ Նզովյալը լագսե որ Պողոս արաքյալ, եթե ուրիշ պատկամը գփերը որ քեզի այն աբեդարանեն որ ես ցեզի կարոզեց եւ այստեղ ուրեմն վարդապետության օրեն այս Եփեսոսի եկեղեցին Հիսուս կովաստ կնե որ գսեք որ դուք այսպեսիներուն հանդիմանեցիք այսպեսիներուն մերժեցիք դուք լավ գործեր գնեք վարդապետական այսինքն ուսուցմունքները ձեր այս եկեղեցին շատ լավ են եւ այստեղ այսինքն երկրորդ քուխուն երկրորդ համարի մեջ կսե բայց մնա այսինքն իմ ուրեմն գացնիկ բանին քննադատություն այո չորրորդ համարին ենք բայց նախքան չորրորդ համարը շատ պիտի խնդրեի բացատրես ինչ է արաքյալին հատկանիշը ուղղեք գիտնանք անցումը որ արաքյալ է Okay ուրեմն այսօր արաքյալը ոչ այդ իմաստով որ Հիսուս Քրիստոսը ինչպես ասի ժամանակ իրենք անոնք էին որ դեսան Քրիստոսի այդ ցևով երբ որ նույնիսկ ընդրեցին այդ հութան որ մերավ չէ երբ որ այդքե վերջը պիտի արաքյալ մնրեին որ իր դեղը առնեն մեկը պիտի լար որ Հիսուսի արդեն դեսած էր հետը աշակերտ եղած էր ֆիզիկապես իր ժամանակին եւ Մաթայոսը ընդրեցին բայց այդքե վերջը Պողոս արաքյալը եղավ այդ արաքյալը որ վերջի ինքն դեսավ անշուշտ դեսիքով անցամբ Հիսուս իրեն հայտնվեցավ բայց այսօր ոչ մեկերնից եւ առաջին թարեն վերջը ոչ մեկերնից Հիսուսի ֆիզիկապես չենք տեսած բայց այսօր արաքյալ փարը գործածվի այն առումով որ ուղարկվածներ sent out ones անոնք որ ուղարկված են միսիոնար գսենք երբեմն մենք այսօր չէ մեկը որ ուղարկված է դերոջը գոմեն գոչուն ունի եւ գանչը գսկա որ պետք է երթա եւ ավետարանը կարոզե այս առումով արաքելական եկեցին այդ արաքյալ փարը գործած է եւ ուրիշ եկեցիներ եւ որ երբեմն միսիոնար փարը գործած են մարդիկ որ ուղարկված են եկեղեցին գոմեն
ավետարանը կավել դարբեր դեղեր, դարբեր ազգեր, okay, այդ միտքով Okay. ոչ անոնք, որ Քրիստոս տեսան եւ հայտնությունները ստացան ուղիղ Հիսուսեն։ Նոր հայտնություն այսօրվա առաքյալները չեն ստանալ։ Հայտնությունը դրված է, եւ որ հայտնությունը ասեմ, ոչ միայն հայտնության քիրքը, այլ բոլոր հայտնությունները մեզի դրված է ծնունդոցեն միջև հայտնություն։ Համը չենք կրնար ավելցնել այդ գանոնին, որ դեր հիմա նոր բամը պիտի սա մեզի, որ չէ ասած արդեն։ Եթե այդպես լար օրինակը դվի, Մուհամեդը անոնցմե մեկն էր, որ ասավ ես վերջին մարգարեն եմ, ես վերջին արակ, բայց անոր նման առաջին թարը ինչքան գային, որ սուտ ինքնին գանբանեին արաքյաններ։ Պիտի քննենք, պետք է քննվի, արդյոք այս մարդիկը ավետարանին խոսքերը գխոսին ինչ որ գրված է ծնունդոցեն հայտնության քիրքը։ Եթե ոչ, Պողոս առաքյալի ասած խոսքերը պետք է հիշենք Գաղատացիս առաջին գլխում մեջ, սա նզովյալը է։ Եկեղեցիներ կան, որ իրենց արարողության մեջ այդպես կսկսին։ Նզովյալը լանանով, որ ապատկամը դեպեր են։ Ես կգարձեմ, որ այսօր որքան կարևոր է Աստծո խոսքը ճանչնալը, գիտնալը, կարդալը եւ երկրորդ հոգի զանազանություն ունենալը, discernment ունենալը, որովհետեւ մարդիկ այո ճանչված են որպես մարգարեներ եւ գսեն դերը ըսավ, դերը ասան գսավ, դերը անան գսավ։ Եթե իրենց ըսածները այսօր երբ որ խոսքեր գուղեն մարդոց եւ իրենց ըսածները իսկապես կգադարվի, իսկապես խոսող մարդը, մարգարեն, չի ճանչնար անցին եւ իր ասածները բեյս հիմնված է Աստծո խոսքով եւ երբ որ կգադարվի ադիկա գտնունի սփոր at մարգարեին ասածը շիդագե Պարզապես ասիգա գուզեմ հստակացնել Պիթեր որանոք որոնք ազ բարգև ունին եւ գլսեն գամանոք որոնք հետաքրքրված են աստարցումով անգամ եւս կգտնեմ խոսքը գուդա անցիմը որ չի ճանչնար եւ այդ խոսքը Աստծո խոսքեն գլա բամը գսե եւ այդ ժամանակ մը վերջ ադո մարդուն ասած խոսքը մարգարեին կհաստատվի եւ գլա կամ նույն վարգյանին մեջ անցը գզարմանա որ ինչպես ինքը կիցավ ինչ ունի սսելի կասորամար գիտեմ որ մեր նյութեն քիչ մը գշերինք բայց բարձաբես եկեղեցիներու մեջն ենք Կարևոր գետ մնաց, եւ մենք պետք է որ նայենք, որ Աստվածաշունչը մեզի ուղղություն կտա այսօր շուտ։ Մեզի գխրադե որ ինչ որ մենք պետք է որ կարողանանք զանազանել այս առաքյալները, որ դասեն որ իրենք առաքյալ են, բայց չեն։ Գուզեմ որ վարյամը նայենք, որ ճշմարտության վրա պետք է հիմնվի այդ իրենց որոշումները, որ այսինքն որ այնքան լավ պիտի գիտնանք Աստծո խոսքը, մենք մեզի համար ոչ միայն հովիվը այսպես ասա մեգունու մասին, կամ այսինչ անձը գսե որ ադիգա սուտ մարգարեը կամ սուտ առաքյալն է, այլ մենք խոսքը պիտի գիտնանք, որ զանազան է։ Եվ այդ անելու համար քիշեր ծորեք Աստծո խոսքի մեջ պետք է խոգանք, կարդանք։ Ուզում որ նայենք ինչ կբադայր որ Եփեսոսի եկեղեցին մեջ։ Այնտեղ գար խումբը, որ Նիկողայոսյանները կմբանդի։ Եվ Հիսուսը ասա, որ ես գադեմ, ասում, գադեմ։ Ինչպես դու գադեմ։ Նայ, ադելը այսօր մարդիկ կսեն, որ պետք է որ հանդուրժենք ամենին, պետք է սիրենք ամենին։ Այսինքն շատ նայ այս եկեղեցին իրենց կորձերում մեջ սիրով լեցված կորձ գնեն, իրենց կորձերը գսիրեն։ Բայց այդ վարդապետությունները որ ունեին, իրենք կորձածեին այդ վարդապետությունները զանազանելու սուտ վարդապետություններ եւ գադեին այդ Նիկողայոսյաններուն վարդապետությունը անցին չի պիտի ադես, վարդապետությունները պիտի ադես։ Հիսուսը ես ագադեմ գսել։ Այսինքն Հիսուսը գադեմ։ Ամեն բան չի պիտի հանդուրժենք մեր կյանքի մեջ կամ եկեղեցին կյանքի մեջ եւ մարդիկ ուքան եւ սուտ բաներ կկարոզեն կամ սխալ վարդապետություններ կկարոզեն թեմեն անոնը ինչ զգուշ պիտի լա հովիվը նույնիսկ որ մեգումը գհրավիրե որ իր թեմը օգտագործե ժողովրդին խոսելու որ
արդյոք ստուգած ենք այդ մարդուն ընդհանուր իր հիմնական բաները, վարդապետությունները, որքան ուղղափառ են, որքան ուղիղ են խոսքին հետ կապված։ Եթե ոչ ամեն մեկուն թեմը չես տար, որ կարոզ դա ժողովրդին, որով Անշուշտ։ գրնաս շեղել այդ ժողովուրդը սխալ ցևով։ Նիկողայոսյանները այդ խումբն էին, որ անունը Նիկոյ կամ Նայքի Փարենգուկա, որ հաղթանակ գսել է, Լեոս Փարը, Նիկողայոս Լեոս Փարն ունենալով ժողովուրդ ասել է։ Ասում ժողովրդին վրա իշխեին եւ ինչ ցևով իրենք փախտատված են ուրիշ եկեղեցի մեջ բանին հետ բաղամի հետ, հոտ բաղամի հետ, որ այնտեղ գսե գուրքերու բաշտելու դարին եւ շնության ֆիզիկապես այս տեսակ բաներ մտածել եկեղեցին մեջ այս եկեղեցին այդ վարդապետությունները մերժած էր եւ այդ ցեվով շատ ուղղափառ էր հիմա հարցը գուքա եթե գրնաս նորեն Եփեսացիս կիքին 4-րդ քուխու 15 համարը ոչ առաջին քուխու 15 այլ 4-րդ քուխու 15 համարը նայել հիմա մենք կտեսնանք որ այստեղ սիրո բանեն գադեն որ այս սխալ վարդապետությունները բայց սիրո բագասությունը կա այդ ճշմարտությունը սիրո պետք է խոսենք այդ հարաման այդ համայնքի մեջ որտեղ այս խորհուրդը կա խնդրեմ նկատել Այո, Եփեսացիս 4:15 այո Okay. Հաբա սիրով ճշմարտության հետևելով ամեն բան անով աջեցնենք, որ գլուխ է, այսինքն Քրիստոս։ այո ուրեմն ինչ ծավալ բինենք Սիրով։ սիրով մեր նպատակը չէ որ մարդկանց կործանեն սիրով բինենք այս եկեցին սիրով Եվ ճշմարտության հետևելով։ ճշմարտությունը հետևելով այ ճշմարտությունը կարևոր է հիմա այս եկեցի խնդրեմը միայն ուրեմն ճշմարտությունը չէ այս եկեցին առաջին նայեսա քննադատությունը ինչ էր որ ծեր առաջին սերեն ինգած է ինչ է այդ առաջին սերը ուրեմն մի հատ կրնաս խնդրեմ առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը դերցը 10 եւ 1-3 համարները նայ սերը բացադրեմ თუ նայածանը սերը ուրեմն կրնանք մենք մեր կորձերը սիրել այս եկեցին կորձերու մեջ շատ է պրոգրամներ ուներ ծրագիրներ ուներ իր առաքելության մեջ ջոխ էր ամեն տեսակ կարելի այցելել հիվանդներ եւ այլն պրոգրամները շատ են բայց իրենց այդ սերը որ ասենք ուղափար եւ զանազանելու ադելու սխալ վարդապետությունները երբեմն գտնա մեզի դանիլ որ այդ սերը իրարու հանդեպ գործընծնենք նայ առաջին այդ 3 համարները Կորինթացիս Այո, եթե մարդոց ու հրեշտակներուն լեզուները խոսիմ եւ սեր չունենամ, ես ցայն դվող բղինցի պես եղա կամ հնչող ծնծղաներու պես։ Չանագի միջև Եվ եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդներու, ամեն գիտությունը, եւ եթե ունենամ ամեն հավատքը, մինչև լեռները դեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ ու մարմինս այրելու տամ եւ սեր չունենամ, օգուտը չեմ ունենար։ ուրեմն նայ այս բաները գրնանք նախանցախնդիրը լալ լեզուներով խոսելու մասին գխոսի այնտեղ մարգարեության մասին գխոսի այնտեղ եւ այլ ինչ օգուտ եթե այս բոլորը նենք բայց սեր չկա մեր սրտի մեջ աստծո հանդեպ գրնանք ավելի նայ մարդիկ կան որ ավելի շեշտ գտնեն բարգևներուն վրա ես այս բարգևը ուզեմ այդ բարգևը ուզեմ լեզուներով խոսել ուզեմ հիվանդները բժշկել մարգարենալ եւ այլ բոլորի մեջ գրնան նախանցախնդիրը լավ եւ ունենալ այդ բարգևը բայց այդ բոլորի մեջ սուրբ հոգու բդում ունենք որոնց առաջին հատկությունը ինչ է սեր խնդություն խաղաղություն քաղցություն փարություն, երկայնմտություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն այս գրնալա որ մեր մեջ չլա եւ ունենանք բարգևներ գրնանք խոսիլ, անել բժշկել, անել այս ծառայությունները բայց այդ սիրո բագասությունը բագասը դառնում նա ինչ եղավ օրինակի համար Մարթան եւ Մարիամ կորձերը գային եթե գիշենք այդ պատմությունը Մարթան աշխատել որ խոհանոցը
եւ կորձեր գներ նորեն իր նպատակը ներ որ ծարայե ծարայությունը բայց ինք այդ մդերմությունը չեր վայելել ինչ որ Հիսուսը ասավ եւ որ մարդան կանգնեցավ Հիսուսը ասավ ասե քույրիկիս Մարիամին որ թա ինձ օգնեսա դեր պետք ունի օգնություն այնտեղ նստեր է քու հետ լախ գնեգամ քեզի մդիկ այդ ծեվովսն բայց Հիսուս ինչ ասավ Martha ասա քույրը լավակույն է վեց իմ ոտքերու շուրջ նստի ինձի հետ իմ ցայնս իմ խոսքերս մտիգնել ինձի հետ մդերմանալ ինձի լսել ինձի հետ մեգանալ ճաշակել նույնանալ այսօր գտնանք այնքան սպաղելար եւ սպարվել եւ սատանան կործածի ասիկ գսե օասալերը անալերը այս կորզնա լավ գնեսկոր ադալերը եւ կսպարվինք եւ այդ ժամանակը մեր դերոջ իրեն սիրելու պաշտելու ճիշտ մդերմանալու գրնանք կորսնցել այս է պրոբլեմ այս է եթինը ուզեմ որ արագ մանցնենք որ ինչ կպահանջի Հիսուս այս է եթին գսե ապաշխարեք ձեր առաջվան կորձերերը եւ նաեւ հոստերը փամը դիսե որ կապված է այդ աշտանալի հետ գսե եթե չապաշխարեք այդ աշտանակը ցեզ մի պիտի վերցնի ինչը սեր ուզել այսինքն աշտանակը եթե մենք հասկացանք այդ բացառությունն որ սկիզբը դվիկ մի եկեղեցին է եկեղեցին ինչպես Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխու մեջ կհիշե 16-րդ համարի մեջ որ Հիսուսը ասա որ թուգեք աշխարհի լույս եկեղեցին լույս պիտի սփռի լույսը պիտի դառնա Հիսուս է աշխարհի լույսը Հովանու ավետարանի մեջ կսե 8-րդ գլխու մեջ բայց հետո գսե թուգեք աշխարհի լույս աշտանակը ինչ միլա քաղաքի մը սեղանի մը դագը չի դիթերի այլ քաղաքի մը փլուրի մը վրա այո որամը երևնա մատեցնա եթե դուք չապաշխարեք գսե այս ծեր վիճակեն ինձի սիրելու ինձի առաջնայնությունը տալու ինձի հետ մդերմանալու ես այդ կարողությունը ցեզ մի պիտի վերցնեմ որ լույսը լակայս խավար աշխարհի մեջ այսինքն ուժեղ խոսքեր են ասում շատ գտնալա որ շենքը հոնլա անունը լա եկեցին հավաքվի իրարու հետ կորձեր ունենա եւ միջոցը բանը իր կարողությունը Քրիստոսի լույսը դարածելու չունենա այլևս երևակայ ինչ վտանգավոր վիճակ է եւ ուրեմն ապաշխարելու գարիք ունի անհատներ եւ եկեղեցիներ եթե այսպեսի վիճակի մեջ ինգած են մենք կորզնելու սիրուն կորձ չեն պետք է միշտ աղոթենք Սուրբ Հոգին մեզի պիտի մղե այդ կորձերու մեջ եւ որովհետեւ ենք անցյալին ավանդության մեջ 100 տարի 1000 տարի 5 օր 10 օր ասել չէ որ հիմա ասած նույն ցեվով գուզե որ շարունակի գնալա որ ոյ մեկ ժամանակ մեզի Սուրբ Հոգին ասել որ այս այլևս սկեցեք գուզեմ այսը պետք է զգայունը լսելու որ Սուրբ Հոգին ինչ կսե եկեցիներուն եւ աջորդին անցնիկ որ ան որ հաղթե գսե այս պիտի լա արդյունքը որ ես պիտի վարձատրեմ իրեն ինչով գենաց զարեն ուդել այսինքն նայ ես եմ այդ աշտանակներու մեջտեղը լույսը որ կքալեմ որ ցեր մեջ եւ այդ լույսը ցեզ մի պիտի վերցնեմ եթե ինձի առաջին դեր չի տնեք իբրև առաջնայթություն իբրև ամենաբարձրակույն լույսը ուրեմն ես ցեզի այդ բարդեզի մեջ որ թրախտի մեջ էր այդ ծառը որ գար Քրիստոս ինքը կնշանակի ինքն էր գենացարը երկու ծառ գարանն այո մեկը գենացարն է մյուսը փարի ու չարի քիդության ծառն էր եթե դուք կսեք չապաշխարեք ես ցեզի թույլ չպիտի տամ որ ինձ ճաշակ ես եմ այդ գենացը այսօր գրնամ ես սպալալ 1000 ծառայություններով իմ եկեցիս մեջ եւ գործընծնեմ այդ արիթը որ ճաշակեմ այդ գենացարը որ նշված է նաեւ 22-րդ գլուխը հայտնության գիրքին մեջ առաջին 5 համարներու մեջ որ իրեն ճաշակ նայ եթե ես իմ առաջվա սիրույս ետ վերաթարնամ առաջնայնությունս իրեն դամ սիրելու եւ ոչ թե միայն կորձերը կամ վարդապետությունները կամ լեզուներ կամ հրաշքներ կամ հիվանդներ բժիշկեր եւ այլն այլ իրեն հետ ժամանակ անցնել պաշտել իրեն սիրել բոլոր սրտով մտքով հոգով էությունով այն adեն ինքնադինձի պիտի թույլ տա որ իր մոտ կշտանա գնաց ծարին բդուղու դե ինչ իսկացել Դե Վասիկա հարթնության քիրքը հարյուրավոր տարի առաջ գրված է եւ այսօր երբ որ գնայինք եկեղեցիներուն եւ նորեն սերի քուրի վեհբեր չեմ արնել հայկական եկեղեցին միան, okay
այո, մենք հայ ենք, բայց ընդհանուր գխոսիմ, խնդրեմ։ Ուրեմն այսօր կտեսնանք եկեղեցիներ, որ ավելի իրենց աժենդաներ ունին եւ գուզեն ասենք թե արիտներ ստեղծել, ընկերային արիտներ, որբեսի եկեղեցիներուն հասույթ կա, հանդեսներ ունեն, բայց Հիսուս շատ հստակ կսե որ եթե չաշխարես, ես պիտի կամ եւ քու աշտանակդ պիտի վերցնեմ։ Հիմա եթե այսօր եկեղեցի մը կա որ այդ վիճակին մեջն է, Հիսուս ինչ պիտի անե։ Հիմա որ գլսե խոսքը, լսեց խոսքը, կամ այդ օրը որ բացավ եւ գարտած, եւ այդ խոսքը իր անձին համար արա, որպես հովի, որպես առաջնորդ, որպես ասենք եկեղեցի Անհատ, դասխանադումը, կահանամը, հա, սրբազանը, եւ հիմա երբ որ գլսե ասիգա եւ իր միտքի մեջ գարտած կամ լսեց, որ իսկապես իր եկեղեցին առաջին սերը գործընծուցած է եւ հնազանդ չէ Աստծո։ Հնազանդ չէ ինչ որ Հիսուս կսե։ Ինչ կնե Հիսուս իրեն, եթե շարունակե նույն ցևով իրեն ծառայությունը։ այդ եկեցին կոյադևե իբրև գրնալալ ագումբի մեզ, ինքը կորձունեություններ ունի, բայց զորությունը չի կա Սուրբ Ոգին, այլևս մարդկանց իրենց պատկաններուն միջոցով, իրենց առաքելության միջոցով ապաշխարության բերելու, փրկությունը լալու, լույսը լալու այդ խաբար իր մտնոլորտի մեջ, որ աստեցիկ չեն լալալից։ Կարողությունը կգործընծնի։ Եվ կորսնական քայլեր կա, որ պետք է առնեն, որ իդ ուղղության կան, այսինքն պետք է հարցնենք, հարց բիլիդանք, որ ես իմ առաջին սերես իմ գած եմ, իբրև առաջնորդ, իբրև հովիվ, իբրև եղիսկոպոս, իբրև վարդապետ, իբրև ինչ որըլլա հովիվ, ես իմ առաջին սերես իմ գած եմ, եւ ուրեմն պետք է ուղղիմ դեր ինձի խոսե, հանդիմանե ինձի, քննե իմ սիրտս եւ նայ եթե որի մեկ նեղ կա, իբրև առաջնորդ, որ ես բարձրապես ես եւ իմ ժողովուրդս կորցնեություն, առաքելության կորցներու մեջ չի սպարեմ իրենց եւ ես ալհեդերնին եւ աստեցիկ չլանք եւ պետք է որ կարողանամ ինչպես առաջին Կորինթացիս 13:1-3 եւ Եփեսացիս 4:15 գսե կորցնական այն է որ պետք է գրնամ ճշմարտությունը սիրո հետ հավասարակշռության մեջ դնել որով գրնամ զանազանել գրնամ ամեն լեզու բաները գիտնալ մարգարեություն եւ այլն բայց այդ իմ հարաբերությունս իմ առանցին այդ մենիկ բահերս իմ պաշտամունքս Քրիստոսի ոչ միայն կորձերովս այլ իմ սուքիտ կարդալով աղոթելով երկելով իմ ցանկս բادرակը լալով իրեն գնալով որ ադիկա պետք է որ ես իդ վերաթարնեմ անոր եւ նաեւ եւ հիշեմ ուդեղեն ինգա հիշեմ ասե որ հիշեցեք ուդեղեն ինգա ձեր առաջվան կորձերը առաջվան կորձերը այսինքն նաեւ ինչպես օրինակի համար երբ որ Հիսուսը սա Պետրոս արաքյալը շատ ինձ համար լավ օրինակ է Պետրոսը օրինակի համար երբ որ Հիսուս մեռավ եւ ինքը ուրացավ Հիսուսին 3 անգամ 3 օր վերջը հարություն առնելը վերջը Հիսուս իր աչքերու մեջ նայեցավ եւ ասա Պետրոս դու ինձ գսիրես եւ գիտեր Հիսուս որ Պետրոս գսիրե իրեն բայց Պետրոսին վերականգնեցնել ուզեց որով Պետրոս ինքը կարելի խիճի խայտ ուներ ինքը ովքիդե ինչքան գիտեր որ ուրացած էր Հիսուսին 3 օր առաջ եւ Հիսուսը ասա որ ինձ գսիրես 3 անգամ իրեն ասա արածե իմ ոչխարներս գերակրի իմ քարմատներս արածե իմ ոչխար եւ ինձի հետեւե ինձի ուրիշներու մի հետեւի ինձի հետեւե այս առաջին բանն է որ մեկը որ առաջին սերը գվերաթարնա Հիսուսի հետևին անհադապես ոչ թե ուրիշ ինչ կնե որ ուրիշների ինչ Հիսուս քեզի ինչ կսե որ քեզի ինչը սա Պետրոսին ես մյուսներուն ինչ կնեմ դու ինձ հետևե ճիշտ դա կանգնեցուց իրեն եւ այդ երևակայ որ Պետրոս իդ ցկնորսության կացած չէ Հովանու 21-րդ գլուխը գտած ավետարանին գտեսնանք որ 3 օր չի անցել ամենահուսահատել են իդ ցկնորսության կացել հիշե ուր են ինգար եւ իդ վերաթարցիր ռեալ առաքելությունը ինձի հետեւե ինձի սիրե
բոլոր սրտով, մտքով, հոգով եւ սիրեք քո հարևանը ինչպես կսիրես քո անձը, որը Հովանու նամակի մեջ է սա, չէ՞, ինչպես կրնաս ասել, որ դու կսիրես Աստված, որ չես տեսնար, եւ չես սիրար այդ անձը, որ կտեսնաս քո եղբայրը։ Ինչպես փաստը ուր է, սա պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք եւ դուք իրար կսիրես, չէ՞, Հովանու առգարան 10-րդ գլխում։ So այս երկուքը պետք է որ իդ հավասարակշռության մեջ դրվի եկեղեցին, իբրև անհատներ, իբրև առաջնորդներ։ Ես եւ դու։ Եթե ոչ ապաշխարենք, չլա որ գործընծնենք մեր այդ զորությունը ուժը, նայ Պետրոս Արաքյալը միջապես վերջի որ կարոզեց 3000 հոգի ապաշխարեց կսե գործարակելուց դեպքում։ Աստված օրհնությունը դնա, աստեցությունը եւ բծխափեր դարձավ այդ արտադրությունը։ Ամեն եւ գիտես եթե օրինակի համար անցերգան հիմա մտիկ գնեն մեր սազները կուպացածությունները գիտես Պիտեր ժամանակի մեջ է որ նորեն երբ որ մեդիա մտիկ գնես մարդոց մտիկ գնես այսօր ուղագի գհարված են աստծո զավակները կարոզիչները հովիվները գփամփասեն եւ կարծես թե գսպասե մեկ հովիվը մյուս հովիվին հովիվը մյուս հովիվին խայդարագն է բայց երբ որ առնենք Դավիթին եւ Սավուղին կյանքը Դավիթ կրնար Սավուղին շատ թյուրին սպանել բայց Աստծո օձյալները սելով իրեն չտպավ այսինքն ասել գուզեմ որ եթե դու եկեղեցի մեջն ես եւ կդեսնաս քու եկեղեցիիդ վիճակը առողջ չէ գնաց ծարեն չեն ուդեր թողած են առաջին սերը դարված են իրենց ամեն տեսակ արդա եկեղեցական ասենք կորձունեության բայց ունա եկեղեցին գերտաս ասված քեզի հոն թրած է եթե քեզի հոն չէ անած այդ եկեղեցին ուրեմն պետք է աղոթես եւ սպասես մինչեւ որ քու աղոթքներուդ բարեխոսությունը մտնոլորտը փոխե եկեղեցին եւ մարդոց սրդերուն համաձայն ես այս այո համաձայն եմ քու վարկովը պիտի ճիշտ այդ ոչ թե քննադատես հովիվիդ, այլ աղոթես առաջնորդներուդ համար, այդ է ճիշտը, ոչ թե վարձ առնես։ Անշուշտ, եթե բաներ են, որ պետք է որ իրենց առաջնորդներու խոսվի, ցեվը գա եւ ատա ուրիշ, այսինքն պետք է որ երեցները գիտնան հարցը գրնաս երեցներուն ասել կամ այդ անհադին թուն անցամբ երթալ եւ ասել այս սիրո, ինչպես ասավ, նայ այդ տացիս 4-րդ գլուխը 15 համարը սիրո պիտի մոտենաս այդ եւ պիտի ասես շինելու համար ոչ թե քանթելու ամեն քույսը դան չէ որ ցցնեմ այս հովին ինչ կամ այս մտին ես ինչ գիտեմ դա ճիշտ չէ բնաբադակը անցը իդ ուղղության մեջ մտնա շինվի եւ եկեղեցին լավը եւ իր առաջնորդը առաջ երթա եւ աշտանագը սկսի լույս տա ամեն եւ բժշկվի եկեղեցին բժշկվի ոչ թե բادرը նորոգվի կմպետը նորոգվի դանիքը նորոգվի բայց եկեղեցին ինքը բժշկվի չեմ գնար այսօրվան աստծո բահը ավարտել առանց աղոթքի պետք խնդրեմ որ աղոթես Սիրելի երկնավոր շնորհակալ ենք այսօր մեզի նորեն խոսեցար Դու գսես ամբորական չունի թողսես Սուրբ Հոգին ինչ գսե եկեղեցիներուն ինչ որ դու ինձ գսես նաև գուզես որ գամգարինը գուզես որ ամենքս լսենք այս պատկամները որ ասոնց միջոցով հանդիմանվենք խրադվենք քաչալերվենք հոտորվենք ինչպես խոսքը գսե պետք է անենք եւ ուղղության կանք որ սկսենք վայելել անմիջապես այդ վարչությունները անոնց որ գլսեն եւ գկադարեն անոնք որ գհախտեն լսես անոնք որ գերնան այս խոսքերը գադարել իրենց կյանքի մեջ օգնել դեր բոլորիս որ այս բատկամը շինությունը լավիզի համար մեր առաջնորդներուն եթե պետք է թուն հանդիմանե Սուրբ Հոգիով ինձի հանդիմանե ինձ մեզ կսե գարինեն եւ քնե մեր սիրտերը դեր Սուրբ Հոգին թող մեզի առաջնորդե արդարության նեղ ճամփաներու մեջ քու անվանը փակին համար Հիսուսի անունով գխնդրեմ ամեն
Ամեն եւ ամեն։ Շատ շնորհակալ եմ Պիտեր ազբահին համար։ Ոնց պիտի գնանք Եփեսոսի եկեղեցին բավական բաներ խոսեցանք։ Թող Սուրբ Հոգին քեզի առաջնորդե, քեզի թփնա, քաչալերված սկաս, հանդիմանված սկաս, բայց միշտ հիշե որ Պողոս արաքյալը ինչ կսե Աստծո խոսքը գհանդիմանե, գխրադե, գսիրե, գփարսացնե, գհորտորե։ Ուրեմն երբ որ Աստծո զավակ ենք շատ անգամ Սուրբ Հոգիին ասենք անուշ քեղեցիկ կերպով հանդիմանությունն ալ պետք է ընդունենք, չէ, որբեսի շինվինք եւ որբեսի դերը իր աշտանակը չառնե մեզ մե։ Բարի շաբաթ շարունակես տուն դերոճմով եւ կհանդիպինք կալ շաբաթ։ Շնորհակալ եմ։